մեղավոր ձեռքերը Սուրբ Սեղանի վրա ոչինչ անել չեն կարող, որովհետև այդ մեղավոր ձեռքերը պարզ նյութական այդ ձեռքերի կեղտոտության կամ աղտեղության մասին չէ խոսքը, չէ որ այդ ձեռքերով, երբ որ վերցնում ես այդ Սուրբ Մարմինը, ձեռք ես դիպչում ես Սուրբ Սկիհին կամ Քրիստոսի Մարմինին եւ արյանը, գինուն, գիտեք, կարելի է այդ պահին հիշել, թե այդ ձեռքերը ինչ էին անրել մի քանի օր առաջ կամ մի քանի ժամ առաջ մինչև այդ պատարագը։ Չէ՞ որ մենք շատ հաճախ այդ նույն ձեռքերով բազմաթիվ մեղքեր ենք գործում։ Պատարագիչ քահանան փաստորեն մուտք գործելով Սուրբ Վայր դեռևս ամբողջովին ազատ չէ աշխարհիկ մեղանչական վիճակից։ Այդ պատճառով սարկավագի օգնությամբ պատարագիչը լվանում է ձեռքերը ի նշան հոգևոր մաքրության։ Մինչ դպիրները երգում են խորհուրդ խորին շարականը, քահանան ծածուկ աղոթում է. Ես ամբծությամբ լվանում եմ իմ ձեռքերը եւ քո Սուրբ Սեղանի շուրջը պիտի լինեն, Տեր։ Ջրի լվացումը պարզապես այդ արտաքին աղտեղությունը մաքրելու խորհուրդը չէ, այլ ձեռքերի բխող կամ ձեռքերից սկսված այն բոլոր մեղքերը, որոնք այդ ձեռքերով գործվել են, դրանք մաքրելու խորհուրդն ունեն, որ պատարագի ընթացքին, երբ որ նայես այդ ձեռքերիդ, երբ որ պատարագ ես ինքդ մատուցում, տեսնես, որ այդ ձեռքերը արժանի են բռնելու այդ Սուրբ խորհուրդը եւ Սուրբ Մարմինը, Սուրբ արյունը Քրիստոսի։ Եվ զգացողությունը բոլորովին այլ է իրականությունից։ Կարելի է պարզ լվանալ ձեռքերը, արտասանել պարզապես աղոթքը եւ շարունակել։ Կարևորը իհարկե սա չէ։ Կարևորն այն է, երբ որ այդ լվացումով դու ինքդ քեզ համար կրկին կարողանում ես վճռել, որ այդ ձեռքերը սրբագործելու համար են, այդ ձեռքերը այս Սուրբ պատարագը մատուցելու համար են եւ ոչ թե մեղք գործելու համար են։ Ձեռքերը լվանալուց հետո պատարագիչն աղոթքով հայցում է Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը։ Դառնալով դեպի ժողովուրդը հրապարակավ խոստովանում է. ներողություն խնդրում ամբողջ ժողովրդից, եթե մարդկային որևէ տկարության մեջ է հայտնվել։ Խոստովանում եմ Աստծո եւ Սրբուհի Աստվածածնի առաջ, եւ բոլոր սրբերի առաջ, եւ ձեր առաջ, հայրեր եւ եղբայրներ, բոլոր մեղքերս, որ գործել եմ, քանի որ մեղանչեցի խորհրդով, խոսքով եւ գործով, եւ բոլոր մեղքերով, որ մարդիկ գործում են։ Մեղա, աղաչում եմ ձեզ, խնդրեք Աստծուց թողություն ինձ համար։ Այդ խոստովանության պահին այն զգացողությունը կա, որ դու եւ ժողովուրդը մեկ ես, բոլորովին տարբեր բաներ չեն, որ դու պատարագիչ ես, ներկաները պարզ հավատացյալներ են, եւ անկեղծորեն այդ կարիքը կա, իրապես այդ կարիքը կա, երբ որ ժողովուրդը պիտի աղոթի ինձ համար, այդ աղոթքի կարիքը իրապես զգացվում է, հենց պատարագի սկզբին է դա զգացվում եւ ամբողջ պատարագի արարողության ընթացքին։ Եվ եթե ես տեսնում եմ ժողովրդի այն, թեև բառերը գրափար են հնչում եւ գուցե եւ ներկաներից շատերը լավ չեն հասկանում, թե ինչ է խնդրում իրենցից քահանան, բայց այդ պահին վստահաբար կան մարդիկ, հավատացյալներ, որոնք մշտապես գալիս են եկեղեցի եւ հասկանում են այդ քահանայի խնդրանքի իմաստը։ Եվ ես, երբ որ նայում եմ այդ մարդկանց աչքերի մեջ, գոհունակությունը կա, որ այդ մարդիկ իրապես ինձ համար աղոթում են։ Եվ շատ կարևոր պարագա է, ընդհանրապես ոչ միայն պատարագի պարագային ընդհանրապես կյանքում, երբ որ դու գիտես քեզ համար աղոթում են, այդ վստահությունն է ներշնչում քեզ, այդ օգնում է քեզ ավելի վստահ լինելու եւ ավելի հաստատուն, ինքնավստահ լինելու։ Թեև ամբողջ պատարագի ընթացքին գուցե շատերը մտածեն, թե մենք ենք քահանայի օրհնությանը կամ քահանայի աղոթքի կարիքը զգում, մենք ենք ակնկալում, որ քահանան մեզ օրհնի, բայց նաև կա մյուս ակնկալությունը, որ քահանան ինքն էլ ակնկալում է համայնքը, ժողովուրդը ինքը, այսինքն եկեղեցին, բուն եկեղեցին աղոթի իր համար։ Պատարագչի խոստովանությունից հետո դասից մեկ այլ քահանա թողություն է տալիս նրա մեղքերին, ասելով. Թող ողորմի քեզ հզոր Աստված եւ քո բոլոր մեղքերին թողություն շնորհի, անցյալում, ներկայում եւ ապագայում թող փրկի ու հաստատի բոլոր բարի գործերի մեջ
եւ հանգստություն շնորհի քեզ հանդերձյալ կյանքում։ Այնուհետև պատարագիչն ինքն է թողության աղոթք կարդում ժողովրդի համար։ Թող մարդասեր Աստված ազատի ձեզ եւ թողություն տա ձեր բոլոր մեղքերին, ժամանակ տա ապաշխարելու եւ բարիք գործելու։ Հզորը եւ ողորմածը Սուրբ Հոգու շնորհներով ուղղի ձեր առաջիկա կյանքը եւ փառք նրան հավիտյան։ Ամեն։ Դպիրներն ու ժողովուրդը պատասխանում են. Հիշիր եւ մեզ Աստծո անմահ գառի առջև։ Քահանան ասում է. Հիշյալ լինեք Աստծո անմահ գառի առջև։ Չափազանց գեղեցիկ է մուտքի առաջին սաղմոսը։ Դպիրներն ու ժողովուրդն իրենց երգով խնդրում են. Աղաղակեք Տիրոջը ողջ երկրով մեկ, ուրախությամբ ծառայեք Տիրոջը։ Ցնծությամբ նրան ընթառաջ գնացեք, ճանաչեք, որովհետև նա է մեր Տեր Աստվածը։ Հորդորում են հատկապես խոստովանությամբ մտնել նրա դռներով եւ օրհնությամբ նրա տուն, քանզի քաղցր է Տերը եւ հավիտենական է նրա ողորմությունը։ Ապա որպես միջնորդ քահանայի ու ժողովրդի սարկավագը հորդորում է. Սուրբ եկեղեցով աղաչենք Տիրոջը, որպեսզի մեզ սրանով մեղքերից փրկի եւ պահպանի իր ողորմության շնորհիվ։ Ամենակարող Տեր Աստված մեր, ապրեցրու եւ ողորմիր։ Խոստովանելուց հետո սարկավագի հետ փոխնիփոխ սաղմոսերքելով պատարագիչը բարձրանում է Սուրբ խորան։ Պատարագչի դեպի խորան բարձրանալը նշանակում է ներկայանալ Աստծուն։ Այս մուտքը խորհրդանշում է մեր դրախտից արտաքսված լինելը, ապա Տիրոջ շնորհին արժանանալը։ Եվ հիշեցնում է, որ պետք է Աստծո հետ վերստին միավորվելու փափագ ունենանք։ Քահանան, երբ հասնում է սեղանին, խոնարհվում եւ համբուրում է, որով արտահայտում է իր հարգանքն ու պաշտամունքը։ Երբ որ կանգնում ես Աստծո առաջ, այդ Սուրբ սեղանի առջև, առաջի զգացողությունը, եթե բառերով հնարավոր չլինի ամբողջությամբ ներկայացնել, ապա առաջի զգացողությունը ակամայից քեզ խոնարհեցնում է այդ Սուրբ սեղանի առջև եւ համբուրում է Սուրբ սեղանը։ Սա ինքնաբուխ է լինում, որքան էլ որ դա պատարագի մաս է կազմում, որքան էլ դա պատարագի խորհուրդ, որ անպայման պիտի բարձրանամ սեղան ու պիտի համբուրեմ Սուրբ սեղանը, բայց սա նաև ինքնաբուխ է ստացվում, ինչպես ինքնաբուխ կերպով, չէ, եւ այդ համբուրը եկեղեցու հայրերը համեմատում են այն դրվագի հետ, երբ որ այդ անառակ կինը եկավ եւ Քրիստոսի ոտքերը համբուրեց, չէ, որ նույն պատկերն է տեղի ունենում եւ Քրիստոս ընդունեց այդ համբուրը եւ ներեց։ Գուցե եւ այդ պահին նաեւ պատասխանատվության զգացումն է բարձրանում։ Պատասխանատվության զգացումը, որ այլևս դու ներկայացար Աստծո առաջ, այլևս դու ներկայացնում ես Քրիստոսին այդ Սուրբ բեմի առջև եւ ծայրաստիճան զգուշավորությունը, ծայրաստիճան ուշադրություն է պետք այլևս այդ պատարագի խորհուրդը պատարագի ամբողջ խորհրդի ընթացքին։ Պատարագիչ քահանան, որ արդեն Սուրբ խորանի վրա է, բարձրաձայն փառաբանում է։ Սուրբ հարկում եւ փառաբանության տեղում, հրեշտակների բնակարանում եւ մարդկանց խավարանում, Աստվածընկալ եւ պայծառացյալ Սուրբ նշանների եւ Սուրբ սեղանի առջև խոնարհված երկյուղով երկրպագում ենք Սուրբ, հրաշալի եւ հաղթող հարությանդ։ Օրհնում, փառավորում եւ երկնային զորքերի հետ քեզ փառք ու օրհնություն ենք մատուցում, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Մենք մեր աչքի առջև ունենք այն հաղթանակը, որը Քրիստոս մահվան դեմ տարավ, այլևս մենք լացելու, այլևս մենք ողբալու առիթ չունենք։ Մենք հաղթանակած ենք, եթե հավատում ենք Քրիստոսին, եթե կոչվում ենք Քրիստոսի զավակ, եւ այդ հաղթանակի եւ այդ նվաճումի համար է, որ մենք պիտի նախ եւ առաջ փառաբանենք Աստծուն։ Եվ կա տարբեր մեկ այլ մտայնություն, որ կարևորը, իհարկե կարևորը զղջումն է, կարևորը, բայց զղջալ եւ ոչ թե ամբողջ ընթացքին լալ, ողբալ, որ ես մեղավոր եմ։ Որտեղ զղջմանը հաջորդում է պայքարը, քո մեղքի եւ ինքդ քո անձի դեմ, քո տկարությունների դեմ։ Իսկ եթե դու պիտի ամբողջությամբ
ողբաս ու լաս ընդամենը, որ դու մեղավոր ես եւ ոչինչ չանես, ամեն ինչ անիմաստ է դառնում։ Պատարագչի փառաբանական աղոթքից հետո խորանի վարագույրը փակվում է։ Սա նշանակում է մարդեղության խորհրդի վարագուրված լինելը, երբ Քրիստոս մարմին առավ Սուրբ Հույսից։ Վարագույրը փակվելուց հետո ես կարդում եմ այն աղոթքը, որը ուղղված է Սուրբ Հոգուն եւ որի հեղինակը Գրիգոր Նարեկացին է։ Եվ այդ աղոթքի առաջին հատվածը, եթե մենք կարդալու լինենք, պիտի տեսնենք, որ այն ամբողջությամբ փառաբանություն է ուղղված Սուրբ Հոգուն եւ Սուրբ Երրորդությանը։ Եվ սա նաև կոչվում է բանավոր պատարագ, այսինքն այն ճշմարիտ խոստովանությունն է մեր դավանության, որ մենք դավանում ենք Սուրբ Երրորդությանը, դավանում ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Որից հետո աղոթքի երկրորդ հատվածը շարունակության մեջ մեզ ներկայացնում է այլևս մեր մեղքերի քավության աղոթքը եւ զղջման աղոթքը։ Քահանան պետք է խնդրի Սուրբ Հոգու շնորհը, որ արժանացնի իրեն հացն ու գինին, որպես Քրիստոսի կենդանի մարմին եւ արյուն պատարակելու։ Պատարագիչն աղոթում է Սուրբ Հոգուն, որովհետև Քրիստոսից հետո Սուրբ Հոգին եղավ մեզ նախախնամող եւ եկեղեցական բոլոր գործերը կատարող։ Այս աղոթքից հետո Սարգսակը ինձ մատուցում է նշխարը, երբ վերցնելով այդ նշխարը, օրհնում եմ այդ նշխարը եւ ընթերցում համապատասխան աղոթքը։ Հիշատակ դյարն մերո Հիսուսի Քրիստոսի, որ բազմյալ հանճի հանարվես տաթոր, ըզմախ խաչի հանձն արբասնազգի մարդկան։ Այդ նշխարը, որը այսօր մենք պիտի պատարակենք այս պահին, որ պատարակվում է Քրիստոսի խաչելության խորհուրդն է, որ իր մեջ ներկայացնում է մեզ։ Այնուհետև Սարգսակը մատուցում է գինին եւ եւս խաղաղության քարոզը ասելով, քահանան օրհնում է գինին եւ նորից ընթերցելով համապատասխան աղոթքը։ Հաղագս հիշատակի փրկողության տնօրինության տիառն Աստծո եւ փրկիչ մերո Հիսուսի Քրիստոսի, որի կողահոս արյան աղբերը նորոգեցան, արարածք եւ անմահացան։ Այս աղոթքն է ընթերցում գինին օրհնելուց հետո, որի ժամանակ քահանան գինին լցնում է սկիհի մեջ։ Հաղորդության բուն պատրաստության ընթացքում, որ կատարվում է վարագույրի ետևում, քահանան ժողովրդի աղոթքի ու աջակցության կարիքն ունի։ Դպիրներն ու ժողովուրդն այդ ընթացքում իրենց երգով խնդրում են Աստծուն օգնել քահանային։ Վարագույրի ետևում նշխարը եւ գինին օրհնելուց հետո, երբ որ գինին լցնում ենք սկիհի մեջ, նշխարը դնում ենք մաքսվայի վրա, ընթերցում եմ մեկ այլ աղոթք, որը կրկին ուղղված է երկնավոր Հորը եւ աղոթք է այն մասին, որ Տեր Աստված, որ դու տվեցիր մեզ երկնային այս կերակուրը, հիշիր մատուցողիս եւ ում համար որ մատուցվում է այս պատարագը, որովհետեւ պարզապատարագը պարզ հիշատակություն չէ Քրիստոսի տնօրինական այս կամ այն դրվագի կամ Քրիստոսի կյանքի, որով այդ Սուրբ Սեղանի վրա, ինչպես որ Քրիստոս հղացավ Մարիամ, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի արգանդում մարդկանց համար անտեսանելի, ապա վարագույրի ետևում կրկին Քրիստոս կրկին գալիս է մարդեղության Քրիստոսի մարդեղության խորհուրդն է կրկին կատարվում եւ մարդկանց աչքից անտեսանել եւ այդ մարդեղությունը միայն պարզ պատմություն չէ, այդ մարդեղությունը մեզ համար է, այն մարդկանց համար, ովքեր որ մասնակից են այդ պահին Սուրբ այդ պատարագի արարողությանը, ինձ համար որպես պատարագչի, սարգսակների համար որպես ծառայողներ այդ Սուրբ Սեղանի եւ քահանայի սպասավորներ, ժողովուրդը հավատացյալների համար, որովհետեւ այս ամբողջը պիտի դառնար անիմաստ, եթե դրանք միայն պիտի պարզ հիշատակություններ լինեին։ Ընծաների մատուցման այս ընթացքում հավատացյալների աղոթքը պետք է լինի իրենց Աստծուն ընծայելու, Տիրոջ նվիրվելու մասին։ Նրանք ուխտ պետք է անեն, երթում պետք է տան Աստծու կամքին հպատակվելու եւ նրա խնամքին հանձնվելու մասին։ Արդեն նշխարը, գինին պատրաստեցինք եւ ծածկեցինք սկիհը, Սարգսակը խնկարկում է սկիհը եւ ես մի աղոթք եմ ասում 3 անգամ,
խաչակնքելով սկիհը, ասելով հոգին Սուրբ եկեղեցիի քեզ եւ զորություն բարձրելվույն հովանոցի վերակո։ Ինչպես որ Կույս Մարիամ Աստվածածնին տրվեց ավետիսը եւ այս պահին կրկին տրվում է այն ավետիսը, որ Քրիստոս պիտի հղանա Սուրբ Հոգուց եւ պիտի իջնի աշխարհ մարդկային մեղք իր վրա վերցնելու համար։ Եվ դրանից հետո վարակույրը բացվում է, քահանան նախ եւ առաջ ծածկված սկիհը հանձնում է սարկավակին, սարկավակը սկիհը դնում է խորհրդանոցում եւ բացվում է վարակույրը, որը եւ սկսվում է աշխարհգալոցը։ Քահանան Սուրբ Սեղանը խնկարկելուց հետո իջնում է խորանից։ Պատարագիչը մտքում արտասանում է պահպանյազ մեզ աղոթքը, իսկ երբ մոտենում է հավատացյալներին, ասում է. «Հիշյալ լինեք Աստծո անմահ գարի առջև»։ Պատարագիչը խնկարկում է ամբողջ եկեղեցին, մինչև վերջին մարդը։ Քանի որ քահանան պատկերն է Քրիստոսի, ով իջավ մեր մեջ, վերցրեց ամեն ինչ մեր նվազ բնությունից, բացի մեղքերը, քահանան նույնպես անցնում է ամենքի միջով, մինչև իսկ հետիներին հավասարվում եւ ապա վերադառնում իր տեղը, Սուրբ Խորան, ինչպես Քրիստոս վերադարձավ իր տեղը, Հոր մոտ։ Փաստորեն այս խնկարկությունը Հիսուսի երկնքից իջնելը, աշխարհի վրա մարդկանց մեջ շրջելն ու կրկին երկինք բարձրանալն է խորհրդանշում, եւ դրա համար էլ կոչվում է նաեւ աշխարհգալոց։ Եվ ինչպես Քրիստոս ամեն մի առանձին մարդու համար եկավ աշխարհ, այնպես էլ քահանան է աշխարհգալոցի ընթացքում մոտենում իր հոտի ամեն մի մարդու։ Այդ հավատացյալներին ես ճանաչում եմ, այդ հավատացյալների խնդիրներին ու դժվարություններին շատ թե քիչ չափով ծանոթ եմ։ Եվ այդ աշխարհգալոցի ժամանակ նաև մի տեսակ այդ խնդիրն է լուծվում։ Ես կրկին հիշում եմ բոլորի դեմքերը, հիշում եմ իրենց խնդիրները եւ եթե ես ցանկանում եմ, որ իրենք աղոթել ինձ համար, եւ ես դրա հոգուս խորքում դրա փափակը, դրա կարոտը, դրա ծարավը ունեմ։ Վստահաբար իրենք էլ ունեն իմ աղոթքի կարիքը որպես հոգևորականի։ Եվ որքան էլ որ ես անարժան ինքս ինձ համար եմ, որքան էլ որ ես իրականում անարժան եմ, իրենց հավատքն է մեծ, իրենց վստահությունն է մեծ իմ անձի նկատմամբ։ Եվ դա պետք է անպայման արդարացվի։